ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի, այսօր լսելի է թե բժիշկների, թե պացիենտների ձայնը։ Ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ մեր ծրագրին հետեւել ինչպես FM հաճախականությամբ, այնպես էլ on-line հարթակների միջոցով։ Մուտք գործեք arm.radio.am կայք, նաեւ Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ եւ հետեւեք նաեւ վիդեո տարբերակին։ Բժշկությունն այսօր միայն բուժում է, թե նաեւ որոշում է մեր կյանքի սահմանները։ Որքան պաշտպանված է մարդը բժշկական միջամտությունների ժամանակ եւ ով է վերջնական խոսքն ասում՝ բժիշկը, համակարգը, թե ինքը հենց պացիենտը։ Այսօր խոսելու ենք մի կոնվենցիայի մասին, որը հենց այդ հարցերին է փորձում պատասխանել։ Օվիեդոյի կոնվենցիա, մի միջազգային համաձայնագիր, որը բժշկության կենտրոնում դնում է ոչ թե տեխնոլոգիան, այլ մարդու արժանապատվությունը։ Եվ մանրամասները ներկայացնելու իմ զրուցակիցը մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ ծրագրի ղեկավար Մերիկ Ատվալյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Որքան տեղյակ եմ, մենք միանում ենք այս կոնվենցիային փետրվարին, ճիշտ եմ։ Ճիշտ եք։ Ճիշտ եմ հիշում, ահա։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար ու հնարավորության համար խոսելու շատ կարևոր թեմայի մասին։ Այո, Հայաստանը վավերացրել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ կենսաբժշկության մասին կոնվենցիան, որը շատ կարճ, ինչպես դուք նշեցիք, կոչվում է Օվիեդոյի կոնվենցիա, հոկտեմբերի 15-ին, բայց կոնվենցիան մեր երկրի համար ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 1-ից։ Այստեղ ուզում եմ հասկանալ ինչ է փոխվելու մեր առողջապահական համակարգում, երբ արդեն ուժի մեջ կմտնի կոնվենցիան, ինչ իրավունքներ կստանան պացիենտները եւ ինչ նոր պատասխանատվություն կդրվի նաեւ ինչու ոչ բժշկի ու պետության վրա։ Այստեղ որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու, որպեսզի բոլորս պատրաստ լինենք, որովհետեւ մեզ համար ինչ որ առումով նոր է, հետեւաբար լավ կլինի, որպեսզի ավելի իրազեկված լինեն թե բժիշկները, թե պացիենտները, հենց մեր ռադիոլսողները։ Շատ լավ, դուք շատ ճիշտ նշեցիք, որ կոնվենցիան միակ միջազգային փաստաթուղթն է առողջապահության ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ, միակ իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթը, եւ եթե ես անկեղծ լինեմ, ես ինքս շատ ուրախ եմ, որ մեր երկիրը միանում է այս միջազգային փաստաթղթին, որովհետեւ այն հնարավորություն է տալու պաշտպանելու եւ բուժաշխատողի եւ պացիենտի իրավունքներն ու շահերը բժշկական օգնության սպասարկման գործընթացում եւ այս գործընթացում ինչպես հենց սկզբում էլ դուք նշեցիք մարդն է, մարդու արժանապատվությունը, նրա շահերը, որոնք պիտի երաշխավորվեն պետության կողմից եւ պիտի նաեւ պաշտպանվեն այդ համակարգի կողմից բժշկական յուրաքանչյուր միջամտության ընթացքում։ Մենք կոնվենցիայի վավերացումը մեկ օրվա ընթացքում չի եղել, պետությունը շատ մեծ աշխատանքներ, գործողություն է իրականացրել նաև Եվրոպայի խորհրդի աջակցությամբ։ Ի սկզբանե օրենսդրության վերլուծությունը, որը շատ լայնածավալ գործընթաց էր եւ տեղի ունեցել 20 թվականից սկսած 2020 թվականից, ցույց տվեց, որ մեր օրենսդրությունը մեծամասամբ համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։ Այսինքն շատ բան չի փոխվի։ Շատ բան չի փոխվի, մեր օրենսդրությունը, այսինքն մեր բժշկատողները, որոնք իրականացնում են գործունեությունը, արդեն իսկ այդ ստանդարտների ներքո են իրականացնում, բայց մենք ունենք շատ մեծ աշխատանք տանելու իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, առաջին հերթին մեր պացիենտների շրջանում, նաև բուժաշխատողների շրջանում ինչպես անել, որ այդ ստանդարտները, որոնք որ մշակված են նաև ազգային օրենսդրական մակարդակում, դրանք դառնան բոլորի սեփականությունը եւ բոլորիս ամենօրյա պրակտիկայի մաս եւ բուժաշխատողների եւ պացիենտների, որպեսզի նոր չլինի որևէ մեկի համար։ Այստեղ մի կարևոր բան, դուք կարծում եք, որ այդ կոնվենցիայի համաձայնությունը կվերացնի բժշկի եւ պացիենտի միջև թերագնահատված վստահության ճգնաժամը։ Մենք հաճախ տեսնում ենք տարատեսակ խնդիրներ, թե պացիենտների մեղքով, թե բժիշկների մեղքով, նաեւ հաճախ տեսնում ենք, որ ինչ որ առումով, ինչ որ իրավիճակներում բժիշկը պաշտպանված չէ։ Որքան էլ նաեւ պացիենտը պաշտպանված չէ։ Այսինքն այստեղ երկկողմանի խնդիր ունենք։ Համաձայն եմ, տեսեք, կոնվենցիայի կարգավորումները կամ կոնվենցիայի հիմքում էթիկական ստանդարտներն են բուժաշխատող, պացիենտ փոխհարաբերություններում կամ
իրավունքի եւ բժշկության մեջտեղ էթիկական կամուրջ է հանդիսանում այս փաստաթուղթը կոնվենցիան եւ եթե թույլ տաք ընդամենը մեկ օրինակ բերեմ, որը կոնվենցիայի սկզբունքներից մեկն է իրազեկված համաձայնության պահանջը յուրաքանչյուր բժշկական միջամտության համար։ Հիմա ինչպես է այն պաշտպանում պացիենտին եւ ինչպես է այն պաշտպանում բժշկին։ Պացիենտի տեսանկյունից, երբ պացիենտը ստանում է իր հիվանդության, ախտորոշման, հնարավոր միջամտության, այդ միջամտությունից բխող ռիսկերի, հետևանքների, նաև անհաջող որևէ ելքի հնարավորության մասին ամբողջական ինֆորմացիան, ինքը մասնակիցն է դառնում իր առողջության վերաբերյալ որոշման կայացմանը։ Իսկ մենք բոլորս գիտենք, երբ մենք մասնակցում ենք այդ որոշումների կայացմանը, մենք նաև մեծագույն պատասխանատվությամբ ենք վերաբերում այդ որոշումների կայացմանը կամ իրականացմանը։ Այս փաստաթղթի ստորագրումը նաև իրազեկված համաձայնության ստորագրումը պաշտպանում է բուժաշխատողին, որովհետև այդ ամբողջը, որը նշված է եղել բժշկական փաստաթղթում պացիենտի, խոսում է նրա մասին, որ բուժաշխատողը տվել է ամբողջական ինֆորմացիան։ Այստեղ արդեն բժշկի պաշտպանությունը իրավական եւ էթիկական հիմքով կա, եւ նաեւ փաստաթղթային հիմքով նկատի ունենք։ Այո, փաստաթղթային հիմքով կա եւ պացիենտը չի կարող մեղադրել բուժաշխատողին։ Մենք եւս մեկ անգամ եմ ասում, այստեղ խնդիր ունենք, որ կարողանանք այդ պրակտիկան պացիենտին տալու ամբողջական ինֆորմացիան իր առողջության վերաբերյալ, որովհետեւ մենք նաև պիտի հաշվի առնենք, որ ապրում ենք մի երկրում, որտեղ պացիենտների եւ առհասարակ առողջապահական գրագիտության մակարդակը մեր երկրում ամենտեղ նույնը չի եւ պիտի կարողանանք այդ ինֆորմացիան պացիենտին տրամադրել իրեն հասանելի, հասկանալի լեզվով։ Բայց պացիենտներ էլ կան, որ ասում են, բժիշկ ջան, ոնց ճիշտ ես գտնում, այդպես էլ արա, ինձ հետաքրքիր չի։ Այդպիսի դեպքեր իսկապես կան։ Այդպիսի դեպքեր էլ կան, բայց այնուամենայնիվ բժշկատողի պարտականությունն է անմիջական տալ այդ ինֆորմացիան պացիենտին, նույնիսկ բացառությամբ այն դեպքերում, երբ պացիենտը ինքը հրաժարվում է ստանալ ինֆորմացիան, բայց դա եւս պետք է փաստաթղթավորվի եւ պետք է նշվի բժշկական քարտում։ Դա եւս պաշտպանության մի մեխանիզմ է բժշկատողի համար։ Այստեղ կարող ենք ասել, որ ինչ որ չափ նաև որոշակի պատասխանատվություն կստանձնեն հենց պացիենտները եւ չեն բավարարվի հարևանի կնոջ նշանակած դեղորայքով կամ սոցիալական հարթակներում իրար հարց տալով եւ բժիշկների փոխարեն դեղեր նշանակելով։ Միանշանակ պացիենտները մենք նաև օրենսդրական մակարդակում մեր ազգային օրենսդրական մակարդակում ունենք, որ յուրաքանչյուր պացիենտ առաջին հերթին ինքը պարտասխանատու է իր առողջության պահպանման, բարելավման համար, բայց այն մոտեցումը կամ մոդելը, որը նաև բխում է կոնվենցիայից համատեղ որոշումների կայացում, դա բերում է նրան, որ ես պիտի կրկնվեմ նորից նշելուց, որ պացիենտները իրենք ստանձնելու են այդ պատասխանատվությունը իրենց առողջության համար, նշանակված դեղորայքը կամ բուժումը մինչև վերջ ընդունելու, որովհետև մենք նաև ունենք չէ սովորություն 3 օր խմել, 5-ի փոխարեն հետո ասել թե ինձ չոքնեց եւ այլն, զուտ դրանից նաև խուսափելու համար էմոցիոնալ եւ նաև որոշ առումով հոգեբանական պատրաստվածության կամ փոփոխություն է բերում վարքագծային փոփոխության մասին է խոսքը, որը միանշանակ մեզանից պահանջելու է դեռ երկար ժամանակ եւ բոլորիս աջակցությունը ներառյալ այսօրվա հաղորդաշարը ձեր աջակցությունը այդ բոլոր սկզբունքները կամ փոփոխությունները բոլորի սեփականությունը դարձնելու համար։ Այստեղ միտված է, որպեսզի ավելի գրագետ մոտենանք հարցին, որը մեզ, այսպես ասած, չի շրջանցելու։ Մարդու մարմինը կամ դրա մասերը չեն կարող օգտագործվել շահույթի համար։ Այստեղ խոսում ենք շահագործման մասին, կոնվենցիայում հստակ դրույթ կա։ Ես ուզում եմ այսպես կարճ պանցիկ մենք բոլոր դրույթներով անցնենք, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեն ռադիոլսողները։ Կոնվենցիայի դրույթը վերաբերում է, որ մարդու մարմինը կամ դրա առանձին մասերը երբևէ չեն կարող վաճառվել, վաճառքի առարկա դառնալ եւ դրանից շահույթ ձեռք բերել։ Սև շուկայի մասին ենք խոսում։ Սև շուկայի մասին է խոսքը եւ առաջին հերթին դա նրա մասին է, որ մարդու հիմնական սկզբունքը կոնվենցիայի, եթե մենք հետ գնանք, մարդու մարմինը արժանապատվության մասին է խոսքը, երբ մեր բոլորի համար արժանապատվությունը դա անխախտելի հիմք է բոլոր իրավունքների եւ այս վաճառքի արգելքն էլ էլի բխում է հենց այդ սկզբունքից հիմնական։ Իսկ եթե ենթադրենք մահացածի հարազատները իրենք են ցանկանում, որպեսզի որևէ օրգան մեկ այլ մարդու են նվիրել բերում, որպեսզի փրկվի մեկ այլ կյանք, արդյոք դա չի խախտում այս դրույթը։ Չէ, որտեղ դա վաճառքի մասին չի խոսքը։ Դա կյանք փրկող փոփոխությունների կամ կյանք փրկող միջամտությունների մասին է եւ կոնվենցիան նաեւ դրույթ ունի, բայց միանշանակ կոնվենցիան նաեւ խրախուսում է դիակային դոնորությունը, որը հնարավորություն է տալու
Փրկել այլ կյանքեր։ Փրկել այդ կյանքեր, մենք այստեղ էլ պիտի կարողանանք այնքան բարձրացնել իրազեկվածությունը կամ հանրային գրագիտությունը այդ առումով, որ նախ սոցցանցերում ինֆորմացիան սխալ, դիսինֆորմացիան չտարածվի ավելի շատ, որը կարող է բերել հակառակ երևույթի տարածմանը կամ վախի մթնոլորտի առաջացման դիակային դոնորության հետ կապված, որովհետև մենք նաև քննարկումներ ունենում էինք եւ բավականին շատ նորից սև շուկայի տարածման մասին էին խոսում։ Էթիկական նորմերը պետք է պահպանվեն այդ ընթացքում եւ կրկին այստեղ ամեն ինչի հիմքում պիտի դնենք արժանապատվությունը։ Նույնիսկ մարդու մահից հետո նրա մարմնի նկատմամբ արժանապատվության իրավունքը պետք է պահպանվի։ Ինչ անում են բժիշկները իրականում։ Միանշանակ։ Հաջորդ դրույթը գենետիկ պաշտպանությունն է։ Այստեղ մենք տեսնում ենք որոշակի հետաքրքիր մոտեցումներ, գենետիկ հետազոտությունները թույլատրելի են միայն առողջական նպատակներով, ոչ թե կատարյալ մարդկանց ստեղծելու համար։ Այստեղ բացառապես գենետիկ հետազոտություն իրավունք ունենք իրականացնել բժշկի ցուցումով, ճիշտ է, բժշկական ցուցումով։ Դա նրա մասին է, որ գենետիկ հետազոտությունները պիտի իրականացվեն, եթե ընտանիքում կա գենետիկ որևէ հիվանդության նկատմամբ նախատրամադրվածություն, դրանք թույլատրելի են բնականաբար հետագայում ավելի լուրջ հետևանքներից կամ հիվանդություններից խուսափելու համար, եւ իմ ամեն պատասխանի հիմքում եւ միևնույն է գալու եմ ու կրկնվելու է, այստեղ հիմքը այնուամենայնիվ մարդու արժանապատվության իրավունքների պաշտպանությունն է եւ հենց այս գենետիկ հետազոտությունների հիմքում էլ դրված է առաջին հերթին մարդու արժանապատվությունը, քան գիտության կամ տեխնիկայի առաջընթացը։ Բայց արդյոք այս պարագայում մենք մի քիչ հետընթաց չենք ունենա գիտական առումով սահմանափակումների տեսանկյունից։ Եթե դրա այլընտրանքը մարդու արժանապատվության նկատմամբ որևէ վնասն է կամ վտանգը, միանշանակ պետք է առաջին տեղում դրված լինի մարդը։ Այստեղ ուզում եմ մի քիչ շեղվենք դրույթներից, ավելի շատ այս հատվածում ուզում եմ հասկանալ, արդյոք հնարավոր է որոշակի շեղումներ կոնվենցիայից, ենթադրենք, եթե կան վերապահումներ կամ տեսնում ենք, որ որոշակի հարցեր կան, որ մի քիչ չեն համապատասխանում կոնվենցիային, ես կարող եմ օրինակ բերել, երկու օրինակ կարող եմ բերել, մեկը որ ենթադրենք, մենք գիտենք, որ պարբերական հիվանդություն ունի յուրաքանչյուր երրորդ հայ մոտ կա այդ գենը մուտացիոն, եւ այս պարագայում ենթադրենք գիտնականները ստեղծում են որևէ տարբերակ, որը հենց պտղին մոր արգանդում կարող են այդ գենը շտկել եւ խնդիրը լուծվի։ Այս պարագայում մենք ունենք սահմանափակում, կարծես թե եթե ճիշտ եմ հիշում, պտղի հետ կապված որևէ գենետիկ փոփոխություն չի կարելի անել, եթե այն տեղափոխվելու է սերունդներին, ճիշտ եմ, չէ՞ հիշում։ Բայց այս դեպքում նաև պացիենտի գերակաշահը կամ երեխայի գերակաշահը, եթե դա հնարավորություն է, դա արդեն մյուս հոդվածին համապատասխան է, որովհետև դա բժշկական նպատակներով եւ բերում է նրան, որ առաջընթաց լինի, այսինքն բուժման նկատմամբ բուժում առաջացնող բժշկական նպատակով է լինում, մենք այս դեպքում չունենք խնդիր չունենք։ Մենք այս դեպքում խնդիր չունենք կոնվենցիայի հետ, բայց եթե կարող եմ պատասխանել ձեր հարցին, բնականաբար յուրաքանչյուր պետություն Եվրոպայի խորհրդի վավերացումից առաջ կամ վավերացման ընթացքում նույնիսկ հետո կարող է ունենալ վերապահումներ։ Մեր երկիրը կոնվենցիան վավերացրել է 1 վերապահումով։ Խոսենք դրա մասին։ Դա մեր ազգային օրենսդրությունը թույլ է տալիս 3 ընտանիքում 3 նույն սեռի երեխայի առկայության դեպքում ընտրել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ 4-րդ երեխայի սեռը։ Կոնվենցիան առհասարակ արգելում է պտղի սեռի ընտրությունը եւ մենք այս առումով ունենք վերապահումով ենք վավերացրել կոնվենցիան, կոնվենցիայի 14-րդ հոդվածը Հայաստանը չի կիրառելու եւ չի իրականացվելու, մնացած բոլոր հոդվածների առնչությամբ, կապակցությամբ լայնածավալ իրականացված հետազոտությունը օրենսդրության վերլուծության ցույց չտվել որևէ անհամապատասխանություն։ Ավելին ասեմ, մենք որոշ դեպքերում ունենք շատ ավելի խիստ մշակված, եթե խիստ բառը կարող եմ կիրառել օրենսդրություն, քան կոնվենցիան է սահմանում նույն իրազեկված համաձայնության։ Այստեղ մի քիչ հեշտանում է մեր գործը կարծես թե, հա։ Հա,
Մենք շատ առումներով է հեշտանում, բնականաբար պետությունը հենց կոնվենցիան ուժի մեջ մտնի փետրվար ամսից մշակելու է նաև գործողությունների ծրագիր, միջոցառումների ծրագիր, ամբողջությամբ համապատասխանեցնելու կոնվենցիայի դրույթներին մեր ազգային օրենսդրությունը եւ նաև ոչ միայն համապատասխանեցնելու, որպեսզի դա միայն չմնա թղթի վրա փաստաթղթային կամ օրենսդրական մակարդակում համար ընդունենք ու վերջ բավականին լայն աշխատանք պահանջվում է իրականացնել բուժաշխատողների հետ, պացիենտների հետ, առհասարակ առողջապահական գրագիտության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ դա հետագա արդեն փետրվարից սկսած հետագա քայլերն են լինելու։ Այստեղ, այսինքն մենք կոնվենցիայից հետո չեմ կարող օրինակ ես որոշեմ գնալ գենետիկ հետազոտություն հանձնեմ, տեսնեմ իմ արյան մեջ ինչ ազգի օրինակ գեներ են հոսում։ Սա բժշկական չի, զուտ դրա համար եմ հարցնում։ Հա, բայց այնտեղ կատարելագործման կոնվենցիայի դրույթը ամբողջությամբ է գործում, եթե գենի կատարելագործման դուք որևէ փոփոխություն չեք անում գենի հետ կապված։ Դուք ընդհանրապես դուք որևէ փոփոխություն իհարկե կարող եք։ Դուք որևէ փոփոխություն գենի հետ կապված, գենոմի հետ կապված չեք անում։ Կոնվենցիայի դրույթը վերաբերում է գենոմի փոփոխությանը, որը չի կարող պաշտպանելու համար է երևի այս սահմանափակումը, մասնավոր կյանքի պաշտպանությանը գնանք, սա եւս դրույթներից մեկն է, բժշկական ու գենետիկ տվյալները գաղտնի են։ Եկեք խոսենք այդ գաղտնիության մասին, որովհետև չգիտես ինչու, ամբողջ ազգուտակը իմանում է ամեն ինչի մասին, հենց հարազատների թեթև ձեռքով, ինչու ոչ նաև բուժաշխատողների, գուցե ոչ միտումնավոր, բայց սխալների հետևանքով, այս գաղտնիության մասը ինձ թվում է ամենախնդրահարույցն է եւ այստեղ շատ կարեւոր է նաև աշխատանք տարվի թե բուժաշխատողների կամ բժշկական հաստատություններում աշխատող մարդկանց, սպասարկող մարդկանց, թե պացիենտների հետ։ Միանշանակ, գիտեք, պացիենտների առումով դա պացիենտի իրավունքն է, եթե ինքը ուզում է, որ իր հարազատները, պատմի թե ոչ, կամ եթե ինքը համաձայն է, որ ամբողջ ընտանիքը կամ գերդաստանը իր հետ միասին գնա բուժաշխատողի մոտ։ Ուրիշ խնդիր ունենք մենք եւ դա էլի ազգային մենթալիտետային խնդիր է կամ առանձնահատկություն, չասենք խնդիր, որ մենք դա սիրում ենք, բայց ես կարծում եմ նաև, որ կա երկրորդ կողմը, երբ տվյալ անձը, ով իրոք ունի բժշկական օգնության կամ սպասարկման կարիք, ինքը համաձայն չի, բայց շատ դեպքերում ինքը չի կարող ասել, որ համաձայն չեմ, որպեսզի ինձ հետ միասին ամբողջ ընտանիքը ներկա լինի բուժաշխատողի մոտ։ Հասկացա։ Եվ այստեղ ես հասկանում եմ, որ պատասխանատվությունը բուժաշխատողի վրա է, բայց առաջին հերթին բուժաշխատողը պիտի ինֆորմացիան տա միայն, տեղեկատվությունը տա միայն պացիենտին եւ իր համաձայնության պարագայում միայն նոր ընտանիքի անդամներին կամ իր հետ փոխկապակցված այլ անձանց։ Այսինքն բժիշկը կարող է հարազատներին դուրս հրավիրել, սկզբին չնեղվեք, որ ձեզ դուրս հրավիրեն, էլի դրանից պատմություն չդարձնեք, դա նորմա է, էթիկայի տարրական կանոն։ Բայց չեք կարող ինձ հետ չհամաձայնել, որ շատ դեպքերում մենք նաև խնդիրներ ենք ունենում եւ այդ բռնության դեպքերը, որոնք որ բավականին հաճախ լինում են միայն այն պարագայում, երբ բուժաշխատողը օրինակ խնդրում է դուրս գալ, որովհետեւ այդ ինֆորմացիան գաղտնի է, պացիենտի անձնական ինֆորմացիան է։ Շատ դեպքերում ներեցեք, պացիենտը նույնիսկ չի լինում սենյակում, պացիենտը դրսում է սպասում, հարազատներն են մտնում։ Այս պարագայում ավելի Եթե այդքան լացելու չլիներ, գուցե ծիծաղենք, բայց իսկապես այդպես է իրավիճակը։ Բայց այստեղ մենք նաև լրիվ համաձայն եմ ձեզ հետ, որ ունենք խնդիր կրթելու ոչ միայն բուժաշխատողներին, որովհետև վստահ եմ, որ իրենք ինֆորմացիային բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվության անմիջականորեն տիրապետող բուժաշխատողները ամբողջությամբ պահպանում են, բայց տեսեք, մենք նույնիսկ ազգային մեր օրենսդրության մակարդակում բժշկական գաղտնիքը սահմանվում է, որ պացիենտի բժշկական օգնության սպասարկման հաստատություն մտնելու պահից դիմելու փաստը նույնիսկ բժշկական օգնության եւ սպասարկման մեր եթե բառերով ասեմ եւ նաեւ ավելի հասկանալի մեր ռադիոլսողների համար հիվանդանոց գնալու փաստը արդեն բժշկական գաղտնիք է, բայց մենք մինչեւ բուժաշխատողին հասնելը այստեղ ունենք շատ օրինակներ, հա, ներառյալ օրինակ հա մուտքի մոտ կամ թեկուս պահակ հա ստանալու ինֆորմացիան, ընդ որում եթե շատ դեպքերում մեր սովորական քաղաքացիներից համար դա շատ ավելի հեշտ է պահպանել բժշկական գաղտնիքը, շատ ավելի խնդրահարույց է դառնում, երբ օրինակ հանրային անձ գնում է բժշկական կենտրոն եւ այդ մարդուն ճանաչում են օրինակ բոլորը եւ այդ ինֆորմացիան նույնիսկ բուժաշխատողը չի կարող
չի տրամադրում կամ բժշկական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիան, բայց դա հասանելի է դառնում ուրիշներին։ Մենք այս առումով ունենք բավականին շատ աշխատանք տանելու բոլորիս հետ, որ նույնիսկ եթե մենք տիրապետում ենք այդ ինֆորմացիային, հա, օրինակ պացիենտը մեզ տվել է այդ ինֆորմացիան, մենք դա բացահայտելու, երրորդ անձին պատմելու որևէ իրավունք չունենք։ Այստեղ մի հարց էլ, քանի որ ասացիք, որ հանրությանը ծանոթ դեմք կարող է գնալ կամ աստված չանի, ինչ որ դեպք է տեղի ունեցել եւ հայտնում արդյոք տեղափոխել են հիվանդանոց, ըստ կոնվենցիայի փաստորեն առանց թույլտվության լրագրողը օրինակ չի կարող ստանալ տեղեկություն։ Արդյոք այստեղ մենք լրագրողը որպես իր մասնագիտություն որոշակի չի տուժում ժամանակի սղություն, տեղեկության չստանալ օրենքով, չենք ասում խախտում է տեղի ունեցել, բայց այստեղ չի դժվարանում նաև լրագրողի աշխատանքը էս բարակամ։ Ես մեր շահերն էլ եմ էլի պաշտպանում։ Համաձայն եմ, որ դժվարանում է, բայց պիտի խնդրեմ, որ այստեղ փորձենք դնել կշեռքի նժարի վրա, որովհետև եկեք պատկերացնենք նույն այդ օրինակով, որ հայտնի մարդ ունի հարազատ, որը երկրից դուրս է, ես նաև իմ անձնական օրինակն եմ պատմում, երկրից դուրս է եւ չգիտի դեպքի վերաբերյալ։ Երբ ինֆորմացիան հայտնվում է սոցիալական մեդիայում, երբ ինֆորմացիան հայտնվում է լրատվական դաշտում ու պացիենտի հարազատը, հայտնի մարդու հարազատը դրա մասին իմանում է լրատվամիջոցից եւ իմանում է շատ ավելի վատ ձևով, քան կարող էին իրեն հայտնել օրինակ իր հարազատները կամ շատ ավելի ուրիշ պայմաններում, այստեղ մենք պիտի փորձենք գնահատել որ շահն ենք գերակադարձնում։ Եթե այդ ինֆորմացիայի տրամադրումը օրինակ հանրությանը կարող է շատ ավելի մեծ փոփոխություն կամ անհրաժեշտությունը շատ ավելի մեծ շահ է հետապնդում, գերակա շահ է հետապնդում, քան այն մյուս մարդկանց, որոնք որ դրանից կարող են տուժել նույնիսկ առողջությունը, որովհետև մենք չենք կարող բացառել, որ օրինակ բոլորից հեռու, բայց մահվան մասին լուրը իմանալը լրատվականից կարող է բերել օրինակ, հա, եւս մեկ մարդու մահվան կամ առողջությանը ծանր վնաս հասցնելուն։ Այստեղ գաղտնիության հետ կապված կուզեի եւս մանրամասնեինք, մարդը քաղաքացին պացիենտը մուտք է գործում հիվանդանոց, դե պատուհաններով է անցնում բնականաբար մինչև կհասնի բժշկի։ Հասկանա եւ գիտակցի, թե որն է այստեղ խախտում, ինչը պիտի տա անձնական տվյալների մասով նկատի ունեմ եւ այլն։ Անձնական յուրաքանչյուր տվյալ, որով հնարավոր է տվյալ մարդուն իդենտիֆիկացնել, դա համարվում է բժշկական գաղտնիք եւ իրավունք չունի որևէ մեկը դրան հրապարակել, նույնիսկ եթե տիրապետում է։ Բժշկական գաղտնիք չի այն ինֆորմացիան, որով հնարավոր չի մարդուն անձնավորել։ Եվ այդ բոլոր օղակները մինչև ուժաշխատողին հասնելը ներառյալ հիվանդանոցից մինչև դուրս գալը, դրանք պիտի պահպանվեն բոլորի կողմից գործընթացում։ Դա արդեն հարցի մյուս կողմն է, նաև մենք ունենք բժշկական գաղտնիքի բացահայտման համար նախատեսվող պատասխանատվություն ընդհանուր մինչև քրեական պատասխանատվություն եւ դրանով եւս մեկ անգամ ապացուցում է, թե ինչքան է պետությունը կարևորում այս ինֆորմացիայի։ Պիտի չմոռանանք, որ շատ հաճախ բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալները նաեւ անձնական ազգային անվտանգության խնդիր կամ ելույթ հանդիսացող տվյալներ են, եւ դրանք հատուկ պաշտպանության են ենթակա, եւ պետության ուշադրությունը ու նաեւ միջազգային այս բոլոր կոնվենցիաների, փաստաթղթերի կարևորությունը ստեղծումը եւ անդամ պետությունների կողմից վավերացումը հենց նաեւ դրան է միտված, բայց ելի հետ կանք մենք այստեղ պիտի մեր անձնական վերաբերմունքը վարքագծային փոփոխությունը փոխենք։ Այստեղ նաեւ մենք պետք է գիտակցաբար մոտենանք եւ իմանանք մեր իրավունքները այս բարակայում եւ չտանք հավելյալ ինֆորմացիա։ Կամ նույնիսկ եթե օրինակ մենք ունենք մոտենում ենք պատուհանին, որտեղ պետք է բժշկական քարտ բացվի եւ բնականաբար հասկանում եմ, որ մեր ունեցած դեռևս բժշկական կենտրոնների պարագայում դա հնարավոր չի, որպեսզի պատուհանի մոտ երկրորդ պատուհանի մոտ կանգնած մարդը չլսի այդ ինֆորմացիան, բայց այնուամենայնիվ եթե օրինակ ID քարտը, նույնականացման քարտը տվել ենք, կարող է այդ ինֆորմացիան, որը գրված է, լրացուցիչ անգամ չճշտել պացիենտից բարձր ձայնով, որը հնարավորություն կտա դա լսելի դարձնել կողքից այլ մարդկանց, կամ նաև եթե թույլ կտակ անձնական օրինակ բերեմ, մենք ունեցել ենք նաև դեպքեր, երբ օրինակ, բժշկական քարտերը նկարում են բուժաշխատողները, տանում են տուն լրացնելու համար։
Ես հասկանում եմ, որ դա նաև ժամանակի խնդիր է եւ մենք բնականաբար նաև աշխատողների պակասի խնդիրը հիվանդանոցներում, որ մենք ունենք նման իրավիճակ, բայց այնուամենայնիվ պիտի հաշվի առնենք, որ դրանք բոլորը, որովհետև մեր հեռախոսներում եղած ինֆորմացիան, որը մեկը վստահ չի, որ այդ ինֆորմացիան մի օր հասանելի չի դառնալու։ Իսկ այնտեղ գտնվող բժշկական տվյալները բնականաբար պետք է դրանք բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ են։ Այստեղ բժշկական գաղտնիք է արդյոք այն հանգամանքը, երբ բժիշկը որևէ բան է ուզում ճշտել օրինակ հիվանդության վերաբերյալ, մենք դե գիտենք, որ արդեն վաղուց Google համակարգին փոխարինում է AI տարբեր ծրագրեր, որոնք շատ լավ աշխատում են եւ արագ ժամանակը խնայելու համար բժիշկը ներբեռնում է այդ ծրագիր պացիենտի տվյալները, որպեսզի հասկանա։ Այստեղ եթե անուն ազգանունը մնում է, անուն ազգանունը ջնջվում է ձեր մատնանշած իդենտիֆիկացիայի պահն եմ, էլի ուզում ավելի հստակեցնել։ Դե բնականաբար, եթե ինչպես գիտեք, համացանցը ոչինչ չի ջնջում։ Ոչինչ չի ջնջում։ Եվ համացանցից ոչինչ չի կորում, եւ եթե այնտեղ կա պացիենտի անուն, ազգանուն, տարիք կամ մենք բնականաբար գնալուց կամ բժշկական քարտ լրացնելուց ունենք նաեւ տրամադրում ենք հասցե հեռախոսահամար, գրանցման հասցե կամ նույնիսկ հաշվառման հասցե, այդ ամբողջ տվյալները եթե կա, բնականաբար մարդու նույնականացնելը շատ հեշտ է։ Հետևաբար սա եւս խախտում է համարվում, այսինքն գուցե չզգալով, միտումնավոր չանելով, բայց այդուհանդերձ սա խնդիր է, պետք է պարտադիր հանվեն այդ անձնական տվյալները, հետո նոր հղվի նեղ մասնագիտական բժշկական հարցը։ Ես այնուամենայնիվ այդքան էլ համաձայն չեմ, որ ենթադրենք։ Ես սուտ օրինակ բերեցի, որպեսզի ռադիոլսողների համար ավելի պատկերավոր դառնա հատուկ պաշտպանություն անչափահասների եւ անգործունակ անձանց համար։ Դրույթներից եւս մեկին էլ անդրադառնանք։ Կոնվենցիան հատուկ պաշտպանություն ունի, ինչպես նշեցիք, մարդկանց հանդեպ, որոնք օրինակ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք, որոնք համաձայնություն տալու կարողություն չունեն, որպեսզի խուսափենք էլի չարաշահումներից կամ անձի անունից, որը չի կարող պաշտպանել իրեն, իր սեփականությունը, այդ բոլոր չարաշահումները կանխարգելելու նպատակով պետությունը սահմանում է, որ միայն դատական կարգով, օրինակ եթե հաստատվել է անգործունակությունը տվյալ անձի, միայն դատական կարգով հաստատվելուց հետո անգործունակ կարող է ճանաչվել անձը, նոր ինք ունենալի ազորված ներկայացուցիչ, որը կարող է իրականացնել որևէ գործարքներ։ Մինչ այդ տվյալ անձի համաձայնությունը, իրազեկված համաձայնությունը իրեն վերաբերող որոշումների կայացմանը առողջության պիտի պարտադիր հաշվի առնվեն։ Բարդացնում եք գործընթացը զուտ լավ առումով նկատի ունեմ, որ ամեն մեկը չկարողանա միայն իշահ մարդկանց եւ նաեւ երեխաների հետ կապված բնականաբար մեզ մոտ 16 տարեկանից երեխաները ունեն իրավունք մասնակցելու տալու իրենց համաձայնությունը իրենց որոշումների կայացման, իսկ մինչեւ 14 տարեկան եւ 14-ից էլ արդեն ըստ հազարգացման մակարդակի իրենց կարծիքը հաշվի է առնվում։ Դրա համար եւ նաեւ քանի որ մենք ուզում ենք փոփոխություն մտցնել արդեն շատ փոքր տարիքից, այս տարվա ընթացքում ունեցել ենք 2 կարողությունների զարգացման դասընթացներ հենց երիտասարդների համար, 13-ից 17 տարեկան, իրենց առողջապահական իրավունքների վերաբերյալ եւ ինչպես իրենք մասնակից լինեն իրենց առողջության վերաբերյալ որոշումների կայացմանը, ու ձեր հարցի վերաբերյալ ես հիշեցի ծնողներից մեկի հարցը ինձ, որ եթե երեխաներին սովորեցնում եք այս ամբողջը, բա մենք հետո ինչ պետք է անենք երեխաների հետ, ովքեր արդեն շատ լավ տիրապետում են իրենց իրավունքներին, երեխաներից պիտի սովորենք։ Եվ ես անկեղծ պիտի նշեմ, որ մենք ունենք երիտասարդներ, մենք ունենք երեխաներ, որոնք շատ ակտիվ մասնակցում են իրենք, եթե ես համեմատեմ իմ հետ, երբ նման հանդիպումների եմ մասնակցում, այսպես լուր նստում եմ, մտածում եմ ուղղակի վերջանա, ինձ չնկատեն, հարցեր չտան ինձ եւ ես գնամ, երեխաները հիմա ակտիվ հարցեր են տալիս, իրենք ակտիվ ուզում են իմանալ իրենց իրավունքները եւ ակտիվ ուզում են պաշտպանել, ինչը շատ լավ է, եւ մենք պիտի փորձենք իրենց խրախուսել իրենց առողջապահական իրավունքները, իրենք սովորեն, իրենք էլ եթե բնականաբար ոչ մեկ չի կարող բոլորին դրա մասին հայտնի դարձնել, նաեւ իրենց ծնողներին։ Այստեղ սերնդափոխության հետ նաեւ որքան հասկանում եմ այդ խնդիրները կվերանան, որ մենք խոսում ենք, որ վերապատրաստման կարիք ունեն բոլորը։ Ծրագրի վերջին 1 րոպեն է մնացել, գլոբալ առումով եթե այսպես ընդհանուր ամփոփենք մեր զրույցը, ինչ կտա կոնվենցիան Հայաստանի
բժշկական, այսպես ոլորտին, առողջապահական համակարգին եւ իհարկե պացիենտներին։ Վստահության ամրապնդումը համակարգի նկատմամբ, որովհետև մենք մեր վստահությունը առաջին հերթին մեր բուժաշխատողի հետ է, մեր առաջին կոնտակտը համակարգի հետ բուժաշխատողն է։ Մեր վստահությունը բուժաշխատողի նկատմամբ բերելու է համակարգի նկատմամբ վստահության ամրապնդմանը, եւ դա արդեն հետադարձ էֆեկտ ունենալու է մատուցվող բժշկական օգնության սպասարկման որակի վրա, որովհետև համագործակցային հարաբերությունները բուժաշխատող-պացիենտ հարաբերություններում դա իմ անձնական կարծիքն է, բայց նաև համարում եմ, որ դա հիմքն է արդյունավետ բուժման։ Մենք բազմաթիվ խնդիրներից հույս ունեմ, որ այսպես կխուսափենք նաև որոշակի ավելի կանոնակարգված դրույթների հիմքով, ելնելով թե բժիշկների մասով, թե իհարկե պացիենտների մասով, եւ հուսամ, որ ել ավելի կամրապնդվի վստահությունը բժիշկ-պացիենտ հարաբերություններում։ Շնորհակալ եմ ձեզ այս հնարավորության համար, որ եւս մեկ քայլ արվում է հենց այդ իրավունքների մասին իրազեկելու, որովհետև բնականաբար եթե մենք գիտենք մեր իրավունքները, մենք նաև ավելի լավ ենք պաշտպանում։ Այստեղ թե գիտենք մեր իրավունքները, նաև սոցիալական առումով ավելի բարձր մակարդակի ենք գնում, սա եւս շատ կարեւոր է, քանի որ փետրվարից արդեն ուժի մեջ կմտնի կոնվենցիան, եւ դուք ասացիք, որ դրանից հետո էլ ունեք շատ անելիքներ, ես լիահույս եմ, որ մենք այստեղ կհանդիպենք եւ կխոսենք արդեն մյուս անելիքների մասին։ Շնորհակալ եմ ձեզ հրավեր ընդունելու համար։ Հիշեցնեմ հարգելի ռադիոլսողներ, իմ զրուցակիցը Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանն էր, ես Լուսինե Մուրադյանն եմ, մնացեք Անդրեինի հետ։ Քո ձայնը